Վաղ առավոտ է, Ելենա տատի թոնիրն արդեն տաք է։ Լավաշ են թխելու այս անգամ սովորականից շատ, թորն է բանակից գալու։ 18 տարեկանից թխել եմ մինչև 73 տարեկան։ Նոր էր հարց եկել, որ սովորեց։ Խապից պերես տեսավ սրին կլոր խորդ աղջիկ դարավ։ Խապին տարենս են արեք դան թրիկը թապել, մտան գոմորդյան թրիկը թապել, տենամ կանգնած է դրան հետև, թևես բռնեց, գների քեզարանական ներողություն, մի հատ պաչեց, վայ, ուրև ես ինչ պիտի անում, էլու մարզնեմ։ Ադեց էր մեր ժամանակ, մեզ էր պատմածով, որ ասում որ պաչել ուրեմ պիտի առնես։ Գոյենք աղջիկ ջան, գոյենք, աշխարհին խաղաղություն եղնի, այդ անկարգերի գլխին սարչուր լսնի, այդ կռիվը մարեն, իմ երեխեքներ, ումներ, քուկներ բոլոր հետ կան տուն։ Չմամպերի էպիկա եմ տղանով։ Ով է տան տերը, ով հարևանը, այսօր չես տարբերի, բոլորը միահամուռ պատրաստվում են։ Վերև ձեր, որ չար բիշնի վր կարտոլին։ Իչեր եվ սովրցուն։ Զորնա դահոլով ճանաբարինք գյուղամեջյան ճանաբարից։ Երկու պարով, շուկով, շնորկով։ Մենք ունենք թակավոր աժդահագ վիշապակաղ, ամեկ մե վիշապակաղ է, ամեկ մե թակավորին, ուր լեղած, շատ չեղած, բայց ուր լեղած վիշապակաղ եղած մրտղեքներ։ Այդ գարկին ձեր, կլող չբայիս, շատ խաբար եղե։ Զորացրվողի Տիգրանի հայրն է, տղայի տարիքին է երևում, թե որ հնարավոր լիներ, որդու փոխարեն ինքը բանակ կգնար։ Ոչ միցեմ։ Նա էլ հետևեց հորն ու կնոջ Հասմիկի 18-ամյակը տոնեց իր կողքին։ Ամուսինների համար ծանր էր 4 տարի սպասել երկու որդիներին։ Ավագ որդին դեռ չէր զորացրվել, որ բանակ գնաց կրտսերը։ Մաշտակերտում ծառայող Տիգրանից ապրիլյան օրերին 1 շաբաթ լուր չունեին։ Երբ զանգեց, մայրը չկարողացավ խոսել։ Տիգրանիցս 7 օր ես նորություն չունեի։ Չեմ ուզում հիշել այդ օրերը, այսօր փառք եմ տալիս Աստծուն, որ իմ տղան ողջ առողջ վերադառնալու է։ Ինքը երկու տղա է ուղարկել, ես քանի թոռ եմ ուղարկել։ Ելենա տատն էլ լուր սպասում էր, ասում է թոռան մասին տեղեկություն ստանալուց հետո 1 շաբաթ էլ ինքը հիվանդ պառկեց։ Լուսնագ խուրբանը մշողը, սասնու հարսները գշողան։ Արմատներով սասունցի բազմաբերցիների համար անուն ազգանվան պես կարևոր են իրենց բարերն ու երգերը։ Հոյնար, հոյնար, հոյնարե, նարե, նարանուշյար։ Եթե խորոված հաճող չէ, գերից քշիլի։ Տանակ մի դոլոցի։ Անժելա։ Գերիս։ Հա, չպացվի։ Յատեր աստված։ Քուփարշա։ Որ գերիս մա թոցը նոր դուրախ չնա, ես ինձ ինչ եղա։ Յա։ Մեշուսարեր, մեշուշեր, հովնանուշ, ուր հողնու ճուրանուշեր, իջել է շաղիկ, դարձել է տաղիկ, խորոդիկ, հայ խորոդիկ։ Գաթան ու լավաշը պատրաստ են, գյուղի տղաներն ու ընկերներն արդեն գյուղամիջում սպասում են օրվա հերոսին։ Արի, հերիք եմ։ Մամա, խուրբան, խուրկարանը։ Հայ։ Զինվորին դիմավորելիս Սասուն աշխարհը նորից ոտքի է կանգնում ու սուսի տալիս ու մի լավ կոտրում Տիգրանենց տան հատակը։ Տիգրանը գյուղի ամեն ինչն է կարոտել, լավաշի բույրից մինչև շան հաչոցը։ Էր տունը, շանս, դեմից չճանաչեց, հետո որ արդեն սկսեցի իրան սիրել բան անել, նոր եկա ասես թռավ։
գանչիմ հա, գանչիմ հա, աբեորի չսիկը Բազմաբերդի սասունցիներին մի փոքր առիթ է պետք երգով ու պարով գյուղի աղմուկը խլացնելու համար։ Այս անգամ առիթը Տիգրանն էր, որը 2 տարի առաջ գնաց բանակ ու տղամարդ դարձած վերադարձավ։ Նշտեղն է, չէ, ասում մայրերի ափի մեջ փնտրեք հայրենիքի ազատությունը։ Նաև մայրերն են, չէ, դաստիարակում, որ իրենց տղաները այդպես հզոր են, ուժեղ են։